Շատ լավ։ Տեսեք, մի հատ շատ տարօրինակ բան եղավ 12 օր պատերազմ Իրանի վրա հարձակում հակադարձման էր եւ որից հետո 3 երկիր տոնում են հաղթանակ։ Իրանը մեծ ասում է մենք ենք հաղթել, Իսրայելն ասում է մենք հաղթեցինք, դե Թրամփի մասին չեմ խոսում, ասում է սա իմ մեծագույն հաղթանակն է եւ ճանապարհ բացեց դեպի Նոբելյան մրցանակ, չնայած մի քանի օր առաջ էլ ասեց որտեղ եմ հաղթել, էլի մի երկու ինչ ասեց Ես կանխել եմ, ինչ տեղի ունեցավ, մենք դրանից հետո չենք խոսում։ 21-րդ դարը դա հիբրիդային պատերազմների ժամանակաշրջան է։ Հիբրիդային պատերազմները դա հետևյալն է, որ պատերազմը ոչ միայն զենքով, այլ նաև քարոզչությամբ։ Իրանը հայտարարում է, որ ինքը հաղթել է իր քարոզչությունն, այտենց որպես իր ժողովրդին կոնսոլիդացնի։ Իսրայելը հայտարարում է, որ ինքն է հաղթել, որպես իր հասարակությունը կոնսոլիդացնի։ Տրամպն ասում է, հաղթել են, որպես իր վարկանիշը բարձրացնի։ Շատ տրամաբանական խնդիր է, այսինքն զարմանալու բան չկա։ Մենք 21-րդ դարում ենք ապրում։ 21-րդ դարը այդպեսին է, այստեղ զարմանալու բան չկա, բայց իրականությունը իրականում մենա, որ իսկապես Իրանը պարտություն կրեց, ցավոք սրտի եմ ասում, ռազմական իմաստով պարտություն կրեց, բայց դա չի նշանակում, որ Հայկ Նահապետյանը հակառակ կարծիքին է, որ Իրանը ես համաձայն չեմ դրա հետ, Իրանը այնուամենայնիվ ռազմական իմաստով պարտություն կրեց, բայց այնուամենայնիվ Իսրայելին չհաջողվեց ջարդել կենտրոնական իշխանությունը, այսինքն կենտրոնական իշխանությունը փաստացի քաղաքական իմաստով Իրանը հաղթեց, քաղաքական իմաստով որտեղ իր կենտրոնական իշխանությունը պահպանվեց, ավելին կարամ ասեմ, Իսրայելը այս պատերազմի արդյունքում կորուստներով հանդես եկավ, որտեղ բարոյհոգեբանական իմաստով ինքը չկարողացավ ատոմային այդ էներգետիկայի բանի զենքի խնդիրը լուծել Իրանի, բայց հսկայական վնասներ եղավ եւ մարդկանց մի զգալի մաս պատրաստա մտածումը արդեն հեռանալ Իսրայելից։ Չէ, ես նկատում եմ Իրանին մեծ հարված տվեցին, այնուամենայնիվ մեծ կորուստներ մեծ հարված տվեցին, բայց անկախ ամեն ինչից, ես նույնպես եմ կրկնում, Նաև Իրանը ցույց տվեց, որ իր հրթիռները կարող են հասնել։ Բայց բանը ճիշտ է։ Բայց ինչ որ է հիմա այդ 21-րդ դարում մենք զարմանալու բան չկա, որ ամենը տենց բան են հայտարարում, եւ այդտեղ ոչ մի տարօրինակ մեզ հետոն է հետաքրքիր։ Մեզ հետոն է հետաքրքիր այն իմաստով, որ իսկապես մեզ ինչ կլինի զարգացումներ, տեսեք, միջին արարքի զարգացումները մեր համար կարևոր են, որպեսզի իսկապես այդ խաղաղության բալանսը հաստատվի, որպեսզի պատերազմը քաոսի չվերածվի, որպեսզի իսկապես Իրանում կենտրոնական իշխանությունը չփլուզվի, դա շատ կարևոր է մեր համար, որտեղ կենտրոնական իշխանության փլուզումը դա սարսափելի հետևանքներ կարող է բերի կոնկրետ Հայաստանի համար։ Սա միանշանակ եմ ասում։ Մյուս կողմից էլ իսկապես խաղաղության հաստատումը միջին արևելքում իր բանով բումերանգով դրական ազդեցություն բայց շատ հետ չգծեց Իրանին այս հարվածներով առելի բայց նաև Իրանում հետ գծեց, բայց նաև մտորումներ տվեց, բայց նաև Իրանում հիմա անալիզներ կլինի, թե ոնց ստացվեց, որ իրանց ռազմական ամբողջ վերնախավը ոչնչացավ, այսինքն իրանց մեջ հսկայական այդ բանը դրտեսական համակարգերը իրանք պետքա վերանային թե ինչ։ Բայց այդ առումով Իսրայելը ինչ մաստիար կլաս չէ, ցույց տվեց։ Մտնել երկրի միջից պայթեցնել ամբողջ։ Ես կարծում եմ, որ դա Իսրայելի։ Դե Մեծ Բրիտանիան կլինի ԱՄՆ միասնական կենտրոն էր, որտեղ այդ նույն բանը կատարվեց նաև Ռուսաստանում։ Եվ դա ցույց տվեց, որ ժամանակից աշխարհում հիբրիդային պատերազմի պայմաններում բավականին լուրջ են նախապատրաստումը մինչև պատերազմը։ Արդյոք դա կանխարգելի բան չէ Ռուսաստանին այդպիսի հարվածներ տալ, որ դրան հաջորդի, որ այդ էս ինչ կարող է լինել կոմերսից Ռուսաստանը, որ հիմա Իրանի պահագայում քեզ խելոք պահի։ Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանում էլ հետևություններ կլինի, Իրանում էլ հետևություն կլինի, որ իրանք հասկանան, որ ժամանակից աշխարհում պատերազմները միայն զենքով չեն։ Նաև գաղափարական, քարոզչական, այնուամենայնիվ գիտելիքը տեխնոլոգիան արտում է, այն իրանց հեռախոսները ձեռքի մեջ պայթում էր։ Այո, իհարկե, դա միանշանակ։ Այսինքն այնուամենայնիվ խելքն է, չէ՞, այսօր մենակ ինչի որ։ Դա համար եմ ասում 21-րդ դարը դա հիբրիդային պատերազմ, մանավանդ որ երրորդ համաշխարհային պատերազմ ոչ մեկ չի ուզում։ Մեծ գերտերությունները փորձում են ձեռնպամ մնան միջուկային զենքից։ Իրանք այդ պատերազմները անում են քողարկված ձևով, այսինքն Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանի հայտարարությունները եւ դրան հաջորդիվ զարգացումներ, խնդրեի կապ, եթե կա կապ տեսնեք, որ հարևան երկրից եղել են հարձակումներ Ադրբեջանից եւ, չգիտեմ, համընկավ իրար հետ, մեկ էլ այս օրերին ինչ է կատարվում Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի եւ կապը ուղղակի գոյություն չունի, պարզապես Իրանի դեսպանը Հայաստանում հայտարարեց այն ինչ որ փաստակված էր, այսինքն բանը Ադրբեջանի տարածքից այդ անընդհատ բաները աշխատել են իսրայելական, դա փաստարկված է եւ Ադրբեջանը խիստ մտահոգված է այդ հանգամանքից, բայց Իրանն էլ այն վիճակի մեջ չի, որ ինքը ավելի կոշտ քայլերի գնա Ադրբեջանը, որովհետեւ ինքը բավականին թուլացած վիճակի մեջ է
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական Ինչ կլինի, հարաբերությունները։ ուղղակի այսպես հայտարարություններով կբավարարվեն։ Հայտարարությունը դա գիտեք ինչ է, հայտարարությունը, որ մեսիջը ուղարկել, մենք գիտենք ինչա կատարվել, մենք սպասելու ենք ինչ-որ մատ X պայի, որ մենք ուժեղանանք, մենք հիշեցնելու ենք, որ դու դա արել ես։ Ադրբեջանը հասկացավ, թե ինչ մեսիջ է, ինքը խիստ մտահոգված է հիմա Իրանի ապագա հզորացումից, ինքն էլ հույս ունի, որ այնուամենայնիվ այդ պատերազմը Իսրայելի հետ կշարունակվի, Իրանը վերջնականապես կփլվի։ Այսինքն այն, որ Ադրբեջանի եւ Իրանի մեջ կա անվստահություն խորը եւ այդ անվստահությունը անհուսալի, դա փաստ է։ Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Բայց դա վաղուց չլիներ, պարոն Բոզյան։ Արցախը զավթելուց գրավելուց հետո པարզ չէր, որ այդ բազաներում համայն տեղադրում։ Չէ, ամեն ինչը կար, բայց մի բան է, որ դու հրապարակավ դա հայտարարում ես, բանա որ դու հրապարակավ չես հայտարարում։ Օրինակ Ռայսի մահը հրապարակավ չհայտարարում ես, չէ՞, թե ինչն է, բայց հիմա բոլորը ակնարկում են, որ դա սպանություն է եղել։ Իսկ ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրմանը, ապա այդ սրումը սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվեց ռուսական օդում։ Բայց շատերը ֆիքսում են, արձանագրում են, որ դա պատրվակ էր Ալիշեր Ալիևի կողմից, որպեսզի ինքը խորացնի սրացումը Ռուսաստանի դեմ։ Ես կարծում եմ, որ այդ խորացումը, սրացումը նաև պայմանավորված են հանգամանքը, որ իր վրա կա ճնշում Արևմուտքից եւ Թուրքիայից, նախապատրաստվել արդեն կամա աստիճանաբար Ռուսաստանի տակից երկրորդ ճակատ բացելու, որտեղ Վրաստանում չկարողացան բացեն, իրենք նախապատրաստում են Ադրբեջանի այդ ճանապարհի համար։ Տեսեք, խոցվեց ինքնաթիռը, Պուտինը ներեգություն Ռուսաստանից այս Ռուսաստան ներսից։ Հա, այո, իհարկե ներսից, ոչ թե պատերազմ, արզա։ Տեսեք, խոցվեց ինքնաթիռը, որ խոցվեց, Պուտինը ներեգություն խնդրեց։ Բայց Ալիևը հայտարարեց, որ ներեգությունը բավարար չէ։ Ես պահանջում եմ պատժել մեղավորներին, հատուցում տալ եւ մի շարք պահանջներ, որը բնականաբար Ռուսաստանը չէր ընդունի, որի արդյունքում սառեցվեցին հարաբերությունները։ Ավելին, այս տարվա փետրվարին գնաց արդեն գրողները ռուսական կառույցների վրա Բաքվում, որը մարտին, երբ որ ԵԱՏՄ երկրների նախագահները Ռուսաստանի նախագահի գլխավորությամբ զանգահարեցին Ալիևին, փորձեցին Պուտինը փորձեց միջնորդավորված Ալիևի հետ հարաբերություններ վերականգնել եւ խնդրեցին, որ ինքը մայիսի 9-ի պարադին մասնակցի, ինչ արեց Ալիևը, զորահանդես ուղարկեց, իր բանը զորախումբը ուղարկեց, ինքը չգնաց, կոմպրոմիսային որոշում, բայց երբ որ մայիսի վերջին ինքը ընդունեց պատվիրակություն Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորությամբ Սիբիգայի եւ ընդհանուր հուշագիր ընդունեցին եւ որտեղ Ադրբեջանը արդեն լայնածավալ օգնություն պետք է տար Ուկրաինային, ռուսական քաղաքական եւ հանրային դաշտում առաջացավ հարց. Եթե Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ օգնություն տալ Ուկրաինային եւ չի ճանաչում Ռուսաստանի տարածքները, որ ինքը գրավել է, չէ՞, կոպիտ ասած, չէ՞։ Իմի հարց. ադրբեջանական համայնքը, որ գործում է Ռուսաստանում, հսկայական միլիարդավոր դոլարներ է աշխատում եւ դոլարների մեծ մասը գնում է Ադրբեջան։ Այսինքն ստացվում է, որ Ռուսաստանը իր ադրբեջանական համայնքի միջոցով անուղղակիորեն ֆինանսավորում է Ուկրաինային։ Մինչդեռ այսօր ռուսական շրջանակները հետևում են, որ ռուսական բլոգերները, բիզնեսները, բաները հանգարց չֆինանսավորեն ուղղակի Ուկրաինային։ Այդ մարդկանց քրեական գործեր են բացում։ Հիմա հարց առաջանում, փաստորեն մենք այդ մարդկանց վրա քրեական գործ ենք բացում, բայց այն ադրբեջանական համայնքը, որը ֆինանսավորում է Ադրբեջանին, Ադրբեջանը ֆինանսում Ուկրաինային, մենք լուր հետևում ենք դրան։ Արդյունքում առաջ որոշում կայացեց, որ փաստացի մեսիջ ուղարկեն Ալիևին, որ պետք է այդ համայնքի խնդիրը լուծվի։ Ինչ արեցին։ Հունիսի 27-ին եկած Էրինաբուրգում ուժայինները ձերբակալեցին մոտ 50 հոգի 5 քրեական գործեր վերաբացելով, արխիվային գործեր 2000 թվականի, 2010 եւ 11 թվականների սպանությունների հետ կապված, բայց այդ գրոյի արդյունքում երկու ադրբեջանցի զոհվեց եւ կասկած կա, որ այդ մարդիկ զոհվեցին, չգիտեմ, ճնշման կամ դաժան ինչ-որ, չգիտեմ, քայլերի արդյունքում Ռուսաստանի ուժային շրջանակների կողմից, որը մեծ արձագանք ստացավ Ադրբեջանում եւ Ադրբեջանը փաստացի դեմարշներ արեց։ Ինչ արեց։ Սպուտնիկ Ադրբեջանի լրագրողներին բանը ձերբակալեց եւ ինչ զարգացումներ կլինի, ինչ որ է տանում այս ամենը։ Հիմա տեսեք, Ռուսաստանը փորձում է այսպես ասած մեղմել, ինչ զարգացում կգնա, բայց շատ կարևոր մի հանգամանք։ Ադրբեջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամության հանձնաժողովի նախագահ փաստացի կոչով դիմեց 3 միլիոնոց ադրբեջանական համայնքին Ռուսաստանում ապստամբություն բարձրացնել, օգտագործելով մյուս մամեդականներին Ռուսաստանում, որը շատ բացասական ռեակցիա ստացավ ռուսական պետական քաղաքացիությունից։ Որով դիմեց։ Հա? Ադրբեջանականը։ Թուրքիա,
Ադրբեջան բարեկամության հանձնաժողովի նախագահ։ Դա փաստացի հիմա ռուսական շրջանակները հայտարարում են, որ սա անուղղակիորեն Թուրքիայի ազդեցությունն է, այսինքն Թուրքիան է փաստորեն մտած այս process-ի մեջ։ Սա է, այսպես ասած, իրենց տեսակետը։ Այսինքն սա տենց շատ լուրջ process է։ Ես էլ չեմ ասում, որ այնտեղ կային մարդիկ, բլոգեր կար, որ հայտարարեց, որ պետք է մենք վառենք Ռուսաստանի դեսպանատունը Բաքվում, այսինքն հիմա թե Ալիևը ինչքանով կգնա դեպի սրացմանը, ես չեմ կարող ասել, բայց հիմա այս պայթրությամբ Ռուսաստանում որոշում է կայացվել, ապա մոնտաժը ադրբեջանական համայնքը։ Այսինքն իրանց բիզնես կառույցների վրա արդեն աշխատանք է տարվում։ Օրինակ Զատուլինն ասեց այն պահից, երբ որ կորցրեցինք Արցախը, այդ ճնշումը չի կարող լինել Ադրբեջանի վրա, ոնց որ։ Այսինքն եթե Ինչքան կարևոր էր եթե նախկինում Արցախով ինքը զսպող դեր կատարում, Արցախ որ չկա, իրենք ստիպված պետք է ադրբեջանական համայնքի միջոցով, բայց դա էլ բարդ խնդիր է, որտեղ այնտեղ միլիարդավոր դոլարներ են ներգրաված, ինտեգրված է պետական համակարգի հետ։ Հիմա Ռուսաստանը հասկանում է, որ այդ պետական համակարգի մեջ ինտեգրված մարդիկ անուղղակի լոբիստական աշխատանք են տանում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Կգնա այս առումով միջև վերջ Պուտինը։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ, որովհետեւ դա կախված է նաեւ Ալիևի քայլերից։ Եթե որտեղ Ալիևի վրա ճնշում կա նաեւ արևմուտքից, իրանք ասում են ռադիկալ քայլերի գնա, իրանք ուզում են խզել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որպեսզի Ադրբեջանը երկրորդ ճակատ բացի, բայց ոչ թե ճակատ պատերազմի իմաստով, այլ Ռուսաստանի ներսում է ճակատը բացի։ Այսինքն ինքը խրախուսի ադրբեջանական շրջանակներին, բայց եթե նկատել եք ադրբեջանական համայնքում էլ կա բանը կիսվեց, մի մասը ասեց, որ մենք մերժում ենք այս դիրքորոշումը, որովհետև դա կարող է բերել այն վիճակին, որ ադրբեջանցիները կարող են վտարեն Ռուսաստանից։ Դա լուրջ վտանգ կա, որտեղ մոտ 3 միլիոն ադրբեջանցի ապրում է Ռուսաստանում։ Հիմա այդ հարցը ոնց կլուծվի, այս հարցի պատասխանը ես չունեմ, բայց պարզամի բան, որ արդեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ արդեն ճակ է։ Այդ ճակը բայց այդ առաջին անգամ չի։ Չէ, արդեն դա ֆունդամենտալ ճակ, հա, ինչա ֆունդամենտալ ճակ, որովհետև այնքան բալասավոր հաստարակ։ Չէ, ինքը այնքան ֆունդամենտալ ճակ է, որովհետև շատերը համարում են, որ հիմա Արցախի կորուստից հետո Ադրբեջանի ձեռքերը բացված են, որ ինքը արդեն դեպի ՆԱՏՕ դրեյֆ անի։ Մանավանդ որ ես ասեմ մանավանդ որ ես ասեմ, որ երբ որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանին ստիպեցին, որ ինքը ընդունի, որ Արցախը Հայաստան Ադրբեջանի մաս է, այդ շրջանակները Մակրոնները, այդ բաները ֆոն դեր Լայնները, բաները դրանք Շարլ Միշելները, դրանք սաղ այդ նույն այդ արևմտյան այդ համակարգը ինքը գլխավոր նպատակը Հայաստանին զոհաբերելով փորձում էր Ադրբեջանի ձեռքերը ազատել, որպեսզի հետագայում հակառուսական պլազդարան սարքի։ Դա նույն ծրագրի շրջանակների մեջ էր։ Հիմա այն ինչ որ կատարվում է Ադրբեջանում եւ ինչ որ կատարվում է Հայաստանում, նույն ծրագրի կոորդինացված փոխկապված process է։ Եվ նորից կանք, հա, Սամվել, բայց կարճ երկու նախադասությամբ ինչ է սպասում Սամվել Կարապետյանի։ Տեսեք, Սամվել Կարապետյանի հետ կապված նախ եւ առաջ սկսենք այն բանից, որ այստեղ պետք է ոչ թե ելույթներ, խոսույթներ, բաներ, այլ պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Մարտիկ Սամվել Կարապետյանից ոչ թե խոսք են ուզում լսել, այլ գործողություն։ Այն ինչ որ արեց Իվանիշվիլին։ Ինչ արեց Իվանիշվիլին։ Ինքը իսկ հնարավոր է որ ինչ որ բան դուրս գա եւ ընդհանրապես ոչ մի բանի։ Չեմ հավատում ես դրան։ Ես դրան չեմ հավատում, որտեղ գիտեք ինչի, որտեղ մարդը երբ որ միլիարդատեր է դառնում, իր մեջ առաջանում է արդեն առաքելություն, արդեն այլ, հատուց ինքը բիզնեսմեն չի շոու, ինքը արդեն տնտեսական գործիչ է, ինքը արդեն հանրային գործիչ է դառնում։ Միլիարդատերը հատկապես փոքր երկրի համար, ինքը արդեն սովորական բիզնեսմեն չի, ինքը արդեն հանրային լուրջ գործիչ է, եւ ինքը արդեն իր մեջ առաջանում առաջագալի առաքելություն երկրի համար խնդիրներ լուծելու համար։ Սա իմ կարծիքով այնքան ակնհայտ է, որ կարծում եմ, որ իմաստ չունի, որ դրա մասին խոսենք։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց կզրուցենք Հրանտ Բագրատյանի հետ։